հանդիպումը նոան չեմպիոնական պայքարի կենտրոնում է 22 հանդիպումներից հետո հավաքել է 43 միավոր պահպանել Տիտրոսը, բայց ենակետային գոտում 2 խաղացողներ, համար 33 Վագն Հայրապետյան, Նաթիմի ավակն է և համար 9 Պատվական Ավետիսյան այս ֆուտբոլիստների նոայի կազմը մարզիչը Սանդրո Պերկովիչն է, հանդիպումն էլ սպասարկելու է երկրորդ հատվածում Գանձասարը բավական լավ տպավորություն է թողնում և արդեն ապահով գոտում է, ինչպես նշեցի 21 միավոր է հավաքել 8-րդ տեղում է, լավներ և շարունակություն է ստանում նոայի գրոհը, փոխանցում Տուգանային հրապարակի կենտրոն ու Գանձասարի ֆուտբոլիստները զգոն էին կարողացան հեռացնել գնդակը ևս մեկ հարվածի փորձ ու տարբերակ դա Փյունիկի հաղթանակն է հաշվի առնելով այն փաստը հիմա վտանգավոր էր ու կարող էր բացվել նոայի մեկնարկային կազմում է Հովհաննես Հարությունյանը հիմա հետևենք այս գրոհին հեռվից հարված Օմար այդ փոխանցում է կատարում Գոնսալո Սիլվային երկար տեղափոխություն առաջ այստեղ Գրիգորի Մաթեոսյանը տիրապրաչ Գանձասարի ֆուտբոլիստները փոխանցում Աչիեզեր Լևոն Պետրոսյան բարձրից Տուգանային հրապարակ այստեղ ցատկեց Մանվելյան Ռոբնիզետ Եվս մեկ փոխանցում ու անկյունային վաստակեց Սանդրո Հայրապետյան ու այստեղ գնդակով կրկին Գանձասարի խաղացողներն են Բերտրան Մանի Սայնտինի Բերտրան Մանին է մինչև վերջ պայքարում Սայնտինին կարողացավ հաղթել Հարությունյան կորցրեց գնդակը Հարությունյանը վտանգավոր է դարպասածողն է փրկում նոային Բոակե Ավներ փոխանցումը Արտյոմ Ավանեսյան արվածում է Ավանեսյանը և գոլ Նոան առաջ է անցնում հաշվի մեջ հանդիպան 20-րդ րոպեին Հայաստանի գործող չեմպիոնը կարողացավ բացել հանդիպան հաշիվը Շատ ներխուժեց մրցակցի Տուգանային հրապարակ Ավանեսյանը նրան ոչ ոք չխանգարեց, ոչ ոք չէր զգում և կարողացավ գրավել դարպասը Սպասենք կրկնապատկերին Այսպես խորքից շատ լավ փոխանցում ասեցրեց գնդակը, մոտեցավ դարպասին և հարված, որը չէր կարող փրկել Գրիգորի Մաթևոսյանը փոխանցումը իհարկե հիասքանչ էր Բոակիեն էր փոխանցում կատարող ֆուտբոլիստը Եվ այսօր մեկնարկային կազմում է փոխանցում սա Մարտիրոսյան խլեցին գնդակը նոայի ֆուտբոլիստները միջին տարածությունից արված Ձախիեզեր Իլալ Ֆոֆանա կրկին Ռոբնիզետ և Մարտիրոսյանին Ուղարկում է գնդակը Տուգանային հրապարակ Սայնտինին հեռացրեց հեռվից հարված և սա շատ անհաջող հարված էր Օմար փոխանցում Տուգանային հրապարակ հարված էլ տեսան Գոնսալո Սիլվայի կողմից, բայց Լևոն Պետրոսյան ձախից է Լևոն Պետրոսյանը նկում բան է Աչիեզրում տեղակայվել Պատվական Ավետի Փոխանցում Տուգանային հրապարակ հարված չտեսանք վտանգավոր է Ավետիսյան պաշտպանները փակեցին գնդակի ճանապարհը Փոխանցում Տուգանային հրապարակ Գուստավո Սանգարեն, Նարամ Խամոյանը դուրս են եկել նախավարժանքի Հայրապետյան փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր էր Բերտրան Մանին չկարողացավ հարվածել Հարցրից Տուգանային հրապարակ Վագն Հայրապետյանը հեռացրեց Խլեցին գնդակը նոայի ֆուտբոլիստները Արտյոմ Ավանեսյան փոխանցում առաջ Մատեուս Սայաս Գոնսալո Սիլվա Իմրանուլա Դոմար վտանգավոր է Պատվական Ավետիսյան Փոխանցում առաջ և
Խաղից դուրս վիճակ է արձանագրում մրցավարը։ Սիլվա Մանվելյան արկում է գնդակը ցախ եզր Փոխանցում Տուգանան իր ապարակ վտանգավոր է եւ հեռացնում է գնդակը Աննան Մենսա դատարկ էր դարպասը փրկեց Մենսա ու հակագրում է Գանձասարը ու Փոխանցում Տուգանան իր ապարակ արված չտեսանք բայց շարունակվում է Գանձասարի գրոհը իսկ սա անհաջող պատմության մեջ Գանձասարը երբեք այն չի աղթել Հիմնականում պարտվել է խոշոր հաշվով բայց եղել են հանդիպումներ, երբ կարողացել է առնվազն լարվել Խամոյան Արությունյան նետում է գնդակը Տուգանան իր ապարակ եւ Էլդեր Ֆերեյրան չկարողացավ հասնել Գրում է Գանձասարը Սիմոնո Բոնդե փոխանցում Տուգանան իր ապարակ Բերտրան Մանի Փոխանցում Տուգանան իր ապարակ Շունտոկան վտանգավոր է ու գնդակը հայտնվում է դարպասում Գանձասարը հավասարեցնում է խաղի հաշիվը Հայք է զարգացում Փորձ տեսանք հարվածի բայց Նոայի ֆուտբոլիստը հեռացրեց գնդակը ու մոտակայքում տեղակայված Ժան Միգել Վիերան Օբրեգան գրավեց Պլոշադնի պաշտպանած դարպասը այս Փոխանցում Սայնտինին Կոնսալո Սիլվա առաջ է ուղարկում գնդակցել Գրում են Իմանուայի ֆուտբոլիստները Մուլա Հուսեյնովիչ գոլ Նարդին Մուլա Հուսեյնովիչ Րոպեներ առաջ մտավ դաշտ և շատ կարևոր գոլ է խփում Նոայի համար Իսկ այստեղ վնասվածք է ստացել Սայնտինին Նոան կրկին աղթողի կարգավիճակ է ստանում Հպվեց գնդակին Գրիգորի Մաթևոսյանը, սակայն փրկել իր թիմին չկարողացավ Կրկնապատկեր այստեղ փորձեց հեռացնել գնդակը Գանձասարի ֆուտբոլիստը այն խաղացողը, որը գոլ էր խփել Նոբրեգան Այս արդյունքում գոլ էին փոխանցում կատարեց Նարդին Մուլա Հուսեյնովիչ Շատ հանգիստ կասեցրեց Մուլա Հուսեյնովիչը Հարվածեց Եվ գրավեց Գրիգորի տարավելությունը, բայց շատ արագ վերականգնեց Սիլվա փոխանցում Տուգանան իր ապարակ Նարդին Մուլա Հուսեյնովիչը դուբլ է ձևակերպում Փոխարինման մտնելուց հետո 2 գոլ Նարդինի կողմից և Նոան արդեն շոշափելի առավելություն է ստանում հանդիպման այս հատվածում Սա երկել լրացուցիչ հանգստություն, թեթևություն կտա Նոայի խաղացողներին Եվ որքան կարևոր ֆուտբոլիստ է Նարդին Մուլա Հուսեյնովիչը Նոայի համար ևս մեկ անգամ համոզվում ենք Դրա ներկայությունը արդեն մեծ վտանգ է մրցակցի համար Այստեղ խլեցին գնդակը Գոնսալո Սիլվան շրջանցեց մրցակցի խաղացողին փոխանցում Տուգանան իր ապարակի կենտրոն Մուլա Հուսեյնովիչը ազատ էր, Մուլա Հուսեյնովիչը արվածեց, Գրիգորի Մաթևոսյանն էլ լավ չխաղաց և գնդակն հայտնվեց դարպասում։ Բկման Շիրակը և Արարատն են ավելի վատ արդյունք գրանցել։ Փոխանցում Տուգանան իր ապարակ և 4-րդ գոլը կարող էր լինել, բայց Նաթանի Սանգարը փոխանցում Աչիեզեր։ Էլդեր Այաս Միսակ Հակոբյան փակեցին
Իսակ Հակոբյան, արվածում է Հակոբյանը, Էլդերին կարող էր փոխանցել։ Փոխանցում առաջ, դուրս եկավ այստեղ Մաթեոսյանը, որսա փոխանցում, վերցրեց գնդակը Պլոշադնին, Կիեզեր, ևս մեկ փոխանցում, վտանգավոր է։ 5 րոպե ավելացրել մրցավարը, իսկ ինչ է այստեղ տեղի ունենում։ Պետրոս Մանուկյան փոխանցում Ձախ Եզեր։ Հերվից արված և գրոում են հիմա Գանձասարի խաղացողները, Բերտրան Մանի փոխանցում Տուգանային հրապարակ ու Պլոշադնին վերցրեց գնդակը։ Վտանգավոր էր, եթե գոլ խփեր այստեղ Գանձասարը։ Վերջին 2 րոպեները շատ լարված կանցնեին։ Բայց նոան է խփում 4-րդ գոլը ու ամրագրում է, ապահովում է հաղթանակը։ Չորս մեկ բոլորը այստեղ Գուստավո Սանգարեին են շնորհավորում։ Իննսունչորսերորդ րոպեին Գանձասարը նաև 4-րդ գնդակը բաց թողեց։ Գրոհը այստեղ Մատեուսը ստացավ գնդակը, այդ փոխանցում Սանգարեին և մոտ տարածությունից նպաստավոր դիրքից Գուստավո Սանգարեն չվրիպեց։ Նոան Ֆաստեքս պրեմիեր լիգայի վերջին տուրում Ուրարտուի հետ է ուժերը չափելու։